Այսօրի մարզային թողարկումն է եթերում, բարև ձեզ, նորությունները նախակիրճ։ Հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, իրավիճակն առաջնագծում։ Համաձայնագրի ստորագրումը դրական քայլ է ընտրական օրենսգրքի բարեփոխման գործընթացում, Եվրամիության արձագանքը։ Սառնախբյուրում ջրի պակասը կլրացվի, շարքից դուրս եկած ջրագծերը փոխարինվում են նորերով։ Մշտապես հիշելով կստիպեք ապրել, Ղորղանյան 188 տան պատին հուշատախտակ է տեղադրվել։ Հարմարավետ նստարաններ, կարուսելներ, բարեկարգ խաղահրապարակ Մինաս Ավետիսյան փողոցում։ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի նշանակման հարցի քննարկմանը ազգային ժողովի խմբակցությունները հանդես են եկել ամփոփիչ ելույթով։ Օրինաց երկիր խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը նշել է, որ իր համար ողջունելի է Դավթյանի թեկնածությունը։ Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշել է, թե իրենք ընդունել են արագացված ռեֆորմեր իրականացնելու անհրաժեշտությունը եւ նշել է, որ նույնն ակնկալում են նաեւ դատախազության համակարգից։ Մենք կողմ ենք քվեարկելու, ասել են նա։ Հայ ազգային կոնգրեսից Լևոն Զուրաբյանը նշել է, թե որոշում են ընդունել չմասնակցել քվեարկությանը։ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ՀՀԿ-ն կողմ կքվեարկի Արթուր Դավթյանի թեկնածությանը եւ կոչ արել նաեւ իր ոչ կուսակից գործընկերներին կողմ քվեարկել։ Նշենք, որ ազգային ժողովի ժառանգություն խմբակցության անունից որևէ մեկը չի խոսել, իսկ ԲՀԿ-ի տեսակետն արդեն իսկ ներկայացրել էր խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը եւ հայտարարել, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության անդամ պատգամավորները չեն մասնակցի քվեարկությանը։ Ազգային ժողովի ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանն էլ տեղեկացրել է, որ գլխավոր դատախազի ընտրության քվեարկությունը կլինի վաղը։ Արթուր Դավթյանն էլ իր եզրափակիչ խոսքում շնորհակալություն է հայտնել առաջարկների համար եւ խոստացել դրանք քննարկել եւ հաշվի առնել։ Ես շատ լավ հասկանում եմ այս բարձր ամբիոնի հնարավորությունները, այս բարձր ամբիոնը օգտագործելու մոտիվացիաները։ Եվ այդ ամեն ինչին շատ ըմբռնումով եմ մոտենում։ Ես այսօր տեխնացու եմ, եկել եմ եւ իմ ծրագրերն եմ ներկայացնում գլխավոր դատախազի պաշտոնում ընտրվելու դեպքում իմ պատկերացումները ձեր դատին եմ հանձնում։ Բնականաբար ինչպես հարցերում, այնպես էլ ելույթներում էլ ինձ համար շատ ավելի ընդունելի եւ օգտակար կլիներ, որ հարցադրումները եւ ասելիքները վերաբերեին բուն նյութին, մասնագիտական դաշտում հնարավորինս։ Այդուհանդերձ կրկնում եմ, ես ըմբռնումով եմ մոտենում Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի բոլոր պատգամավորների մոտեցումներին եւ միաժամանակ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն պատգամավորներին, ովքեր իրենց խոսքում առավելագույնս մասնագիտական մոտեցումներով բարձրացրեցին դատախազության համակարգին առնչվող խնդիրներ, առավել ևս այդ խնդիրների լուծման սեփական առաջարկությունները ներկայացրեցին։ Ես շատ լավ պատկերացնելով գլխավոր դատախազի պաշտոնի բարձր պատասխանատվությունը ականջալուր եմ եղել այդ բոլոր բարձրացված խնդիրներին, ներկայացված բոլոր առաջարկություններին։ Սրանք ուղղակի խոսքեր չեն իմ պատկերացումները կամ իմ ծրագրերը ապագա մեր համագործակցության մասով։ Իմ համար կարևորագույն առաջնահերթություն եւ ուղենիշ է, որ մեր գլխավոր դատախազի պաշտոնում ընտրվելու դեպքում մեր հետագա աշխատանքը դառնա ավելի առարկայական։ Մենք առիթ չունենանք հանդիպելու միմյանց հետ միայն հաշվետվություններ քննարկելու ժամանակ եւ ուղղակի այս ամբիոնից դեկլարատիվ հայտարարություններ հնչեցնելու։ Լավ պատկերացնելով եւ գիտակցելով գլխավոր դատախազի պաշտոնի բարձր պատասխանատվությունը, ես այսօր եւ իմ գործընկերների եւ դատախազության համակարգում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտով պայմանավորված լիարժեք տեսնում եմ այդ ներուժը վաղը եւ այդ առավել կատարելագործել արկա խնդիրների լուծումները։
Հայաստանի Հանրապետության ժամանակավոր կառավարությունը ազգային ժողով հարցու պատասխանի է ներկայացել նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ, ով պատասխանել է հնչեցված հարցին, թե որն է լինելու իր ծրագրային քաղաքականությունը։ Հետաքրքրությունը մեծ է նորանշանակ վարչապետի նկատմամբ եւ որևիցե մեկս ծանոթ չենք նրա ծրագրերին, նշել է Հայ ազգային կոնգրեսի падգամավոր Լյուդմիլա Սարգսյանը եւ հարցեր ուղղել Կարեն Կարապետյանին։ Վերջինս հիշեցրել է, որ հայտարարել է, որ 2 փուլային ծրագիր է իրականացվելու։ Ես հայտարարել եմ, որ լինելու է 2 փուլային ծրագիր եւ առաջի փուլի մեջ չի լինելու արագ փոփոխություններ, այլ լինելու են այն քայլերը, որոնք որ մենք կարող ենք մոտ ապագայում անել։ Երկրորդ փուլի համար մեզ պետք է ժամանակ, որպեսզի մենք որոշենք, թե որ ուղղությամբ ենք տանելու մեր երկիրը։ Եվ սպասելիքներ, որ մենք շատ արագ մեր տնտեսությունը կփոխենք, այս պահին ուզում եմ բոլորին հայտարարեմ, նման սպասելիքներ չեն լինելու, բայց մենք սիգնալներ ենք տալել, թե տնտեսությունը որ ուղղությամբ է զարգանալու։ Երկրորդ հարցը, նախկին կառավարության ծրագիրը օգտագործելու ենք թե ոչ, այո։ Որ ուղղությամբ ենք տնտեսությունը զարգացնելու, այն ուղղությամբ, որ մենք ստեղծենք մաքսիմալ բարենպաստ պայմաններ հավելյալ արժեք ստեղծողին։ Դա շատ կարող է թվալ ընդհանուր բանաձև է, բայց այս պահին այսքանը, որտեղ բոլոր ռեյտինգներով երջանիկ լավ ապրող երկրները նրանք են, որտեղ որ գործարար մարդը, ստեղծագործ մարդը, հավելյալ արժեք ստեղծող մարդը իրեն երջանիկ է զգում։ Ռեսուրս ունեցող, նավթ գազ ունեցող երկրները դրա մեջ չեն։ Հիմա քայլերը որոնք կլինեն, մենք կներկայացնենք ձեզ։ Երրորդը, կառավարության կազմը ոնց ենք ընտրելու մաքսիմալ պրոֆեսիոնալ։ Կուսակցական պատկանելություն դեր խաղալու է թե չէ։ Եթե կադրը պրոֆեսիոնալ է, ուրեմն լավ է։ Եվ հարցի վերջը կհիշացնեք ինձ երրորդը։ Հա, չէ, դուք նաև ասում եք լավ կադրների պակաս կա, թե չէ։ Լավ կադրների պակաս կա Նյու Յորքում, Լոնդոնում, Մոսկվայում եւ իհարկե Երևանում։ Հայաստանի Հանրապետությունում ընտրական գործընթացների կազմակերպման եւ անցկացման մասին համաձայնագրի ստորագրումը դրական քայլ է ընտրական օրենսգրքի բարեփոխման գործընթացում, հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչը։ Հայաստանի Հանրապետությունում ընտրական բարեփոխումների վերաբերյալ քաղաքական նոր համաձայնագրի երեկվա ստորագրումը Հայաստանի Հանրապետության կառավարության իշխող կոալիցիայի եւ ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների միջև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ քննարկումների արդյունքում ընտրական բարեփոխումների իրականացմանը նպաստելու գործում դրական զարգացում է, ասված է հայտարարությունում։ Հիշեցնեմ, ազգային ժողովի 5 խմբակցություններ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը եւ ՀԱԿ-ը սեպտեմբերի 13-ին ստորագրել են փոխհամաձայնության մասին հայտարարություն, որի համաձայն ընտրություններից հետո կհրապարակվեն ստորագրված ընտրական ցուցակները, ինչպես նաեւ բոլոր ընտրատեղամասերում կտեղադրվեն տեսախցիկներ եւ ընտրական ողջ գործընթացը կտեսանկարահանվի։ Ես կարծում եմ, որ պարոն Կարապետյանի նշանակման պատճառը իշխանության եւ քաղաքական սիստեմի լեգիտիմության կտրուկ անկումն է, որը իհարկե երեք չի սկսվել։ Լրագրողների հետ հանդիպմանն ընդգծել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Ըստ քաղաքագետի լեգիտիմությունը կորցրել են ոչ միայն իշխանական քաղաքական ինստիտուտները, այլ նաեւ ընդդիմությունը, որի հետևանքն էին ամռանը տեղի ունեցած իր իսկ խոսքով կատաստրոֆիկ ֆորմաներ ընդունած իրադարձությունները։ Կա առաջադրանք գտնել նոր մարտիկ, որոնք վարկաբեկված չեն այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչ լինելով։ Քաղաքագետը ինստիտուցիոնալ փոփոխությունների անհրաժեշտություն է տեսնում։ Քաղաքագետը խոսել է նաև արտաքին քաղաքական խնդիրներից։ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպել ոչ մի կերպ չի ստացվում, եզրակացնում է Ալեքսանդր Իսկանդարյանը Ջեյմս Վորլիքի հարցազրույցից։ Քաղաքագետը կանխատեսում է. կսպասենք Իլհամ Ալիևի անմահության հանրաքվեին, նոր սայլը տեղից կշարժվի։ Рано или поздно получится какая-нибудь встреча. Հանդիպումը վաղ թե ուշ տեղի կունենա։ Հարցն այն է, դա ինչի կհանգեցնի։ Ես կարծում եմ, ոչ մի բանի չի հանգեցնի։ Այս փուլում հանդիպումների միակ նպատակը ռազմական գործողությունները կանխելն է։ Արցախի սահմանին խաղաղությունը ուղիղ համեմատական է Ադրբեջանի տնտեսության վիճակին, ասում է Ալեքսանդր Իսկանդարյանը։ Նկատում է, մանաթը անկման եզրին է, հասարակական քաղաքական վիճակը ծանր։ Մի դիտարկում էլ, Ադրբեջանում աշխարհիկ մարդիկ միտինգներին իսլամական թեզեր են առաջ տանում։
Իսլամական թրենդը աճում է։ Այս ամենը քաղաքագետի դիտարկմամբ վտանգավոր իրավիճակ են ստեղծել Ադրբեջանում։ Մինչև չկարգավորվի Ղարաբաղյան ճակատում ակտիվ ռազմական գործողություններ չեն սկսվի։ Մեկ այլ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նկատում է. ապրիլյան դեպքերը Ադրբեջանին ցույց տվեցին, որ պատրաստ չէ ռազմական լայնածավալ գործողությունների, այնպես որ նոր սրացման հնարավորություն առայժմ չի տեսնում։ Այսուհանդերձ քաղաքագետն ասում է, մադրիդյան սկզբունքները չծառայեցին նպատակին, այն է ապահովել բանակցությունների շարունակականությունն ու զսպել ռազմական գործողությունները։ Այս պատճառով ըստ նրա նոր փաստաթղթի անհրաժեշտություն կա։ Ապրիլյան իրադարձությունից հետո մենք ունենք նոր ստատուս կվոն, միգուցե մի քիչ ավելի փխրուն, միգուցե մի քիչ ավելի ոչ կայուն, քան դա եղել էր մինչև ապրիլ, բայց համենայն դեպս ինչ որ նոր քաղաքական իրավիճակ ձևավորվում է։ Հետևաբար, այո, մադրիդյան սկզբունքների որոշ, ասենք, վերաձևակերպումը գոնե այդ նոր ստատուս կվոյի քաղաքական իրավիճակին համապատասխանելու առումով կարծում եմ կարևոր է։ Ալեքսանդր Իսկանդարյանն արձանագրում է. Ադրբեջանի նախագահը իր հասարակությանը նույնիսկ չի կարող խոստովանել, որ բանակցային սեղանի շուրջ քննարկում է Լեռնային Ղարաբաղին կարգավիճակ տալու հարցը։ Մյուս կողմից Հայաստանում տրամադրությունները ավելի արմատական են դարձել։ Մարդիկ հակված են ունենալ տարածք առանց թղթի, քան թուղթ առանց տարածքի, այնպես որ երբ բանակցությունները վերսկսվեն, կխոսվի ստատուս քվոն պահպանելու և բռնությունից խուսափելու մասին։ Սահմանի մասին գիշերը Ղարաբաղի ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 450 կրակոց։ Պաշտպանության բանակի առաջապազորամասերը պահպանել են հրադադարի ռեժիմը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը։ Սեպտեմբերի 14-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ֆիզուլիի շրջանի Ղարախանբեյլի բնակավայրի արևելյան ուղղությամբ։ Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ 2016-ի հուլիսի 29-ին ժամը 22:30-ի սահմաններում Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների Սարիթաղ թաղամասում մի խումբ անձանց կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու և կատարելու դեպքի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ կարևորության գործերով քննության գլխավոր վարչությունում քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի 2016 թվականի սեպտեմբերի 14-ի որոշմամբ վերացվել է մեղադրյալ Վահագն Ղումաշյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը, նկատի ունենալով, որ վերացել է նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը, այս մասին տեղեկացնում է գլխավոր դատախազության կայքը։ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին ծննդյան օրվա առթիվ։ Նախագահն ասել է, որ պետական և քաղաքական գործունեության հարուստ փորձը, դրված նպատակներին հասնելու կարողությունը իշահ Ռուսաստանի Դաշնության սոցիալ-տնտեսական զարգացման ձեզ արժանացրել է վաստակած հարգանքի հայրենակիցների շրջանում և արտերկրում։ Վստահ եմ, որ մեր երկրների բազմակողմանի համագործակցության ներկապնակի հարստացմանը, ինչպես նաև առևտրատնտեսական, ներդրումային և մշակութային հումանիտար ոլորտներում ռազմավարական պայմանավորվածությունների իրականացման ուղղված հետագա համատեղ ջանքերն ու նոր հեռանկարային ծրագրերի մշակումն ամբողջությամբ բխում են մեր պետությունների ժողովուրդների բարեկամության հետագա ամրապնդման շահերից։ Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երջանկություն և նորանոր հաջողություններ, ասված է Հայաստանի Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում։ Ռուսաստանի Դաշնության վարչապետին հեռախոսով շնորհավորել է նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանը, ով բարձր է գնահատել Դմիտրի Մեդվեդևի անձնական ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային փոխգործակցության զարգացման գործում, որը հիմնված է երկու երկրների ժողովուրդների բարեկամության վրա։ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մեդվեդևին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ իրեն հղած շնորհավորանքի համար։
Սիրիայի ամբողջ տարածքում հրադադարի ռեժիմը, որի շուրջ պայմանավորվել էին Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը, պահպանվել է 3 ամբողջ օրվա ընթացքում։ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան հայտարարել է, որ իրավիճակը կտրուկ բարելավվել է եւ որ ՄԱԿ-ը շուտով կկարողանա օգնություն հասցնել, անգամ մինչեւ Հալեպի արևելք քաղաքի այս հատվածը ապստամբների վերահսկողության տակ է։ Սա Սիրիայում հրադադարը հաստատելու արդեն երկրորդ փորձն է այս տարի։ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի խոսքով ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի կողմից Սիրիայում հրադադարի մասին ձեռք բերված համաձայնությունը կարող է այդ երկրի պահպանման վերջին հնարավորությունը դառնալ։ Ուզում եմ լինել հստակ, չնայած առկա բոլոր խնդիրներին, մենք դրանք ակնկալում էինք եւ մենք ակնկալում ենք, որ առաջիկայում մեզ նոր մարտահրավերներ են սպասվում։ Եվ նույնիսկ չնայած դրան, այս ծրագիրը իրականացման հնարավորություն ունի։ Սիրիական բանակը երկրի հեռուստատեսությամբ հայտարարել է, որ հրադադարը պահպանվում է ամենուրեք միևնույն ժամանակ, հիշատակելով, որ Սիրիայի զինված ուժերն իրենց իրավունք են վերապահում պատասխանել այլ զինված խմբերի կողմից հրադադարը խախտելու փորձերին։ Համաձայնագիրը նախատեսում է սիրիական պետական բանակի եւ չափավոր ընդդիմության միջև հրադադարի պահպանում եւ չի տարածվում ահաբեկչական խմբերի վրա։ Պետքարտուղարության խոսնակը նշում է, որ հրադադարի խախտման դեպքում ձեռք բերված ընդհանուր պայմանավորվածությունները կարող են չեղյալ համարվել։ Եթե մենք ստանանք բռնությունների վերահսկման կամ հրադադարի լուրջ խախտումների մասին հիմնավոր տեղեկություններ, մենք կարող ենք պայմանավորվածությունները չեղյալ համարել։ Հրադադարը թույլ կտա լուծել կարևորագույն խնդիր։ Դրա ընթացքում միջազգային կառույցներն ու այլ երկրները կարող են մարդասիրական օգնություն հասցնել սնունդի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների պակասից տառապող քաղաքացիական բնակչությանը։ Եթե կողմերին հաջողվի մեկ շաբաթ անընդմեջ պահպանել հրադադարը, Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը պայմանավորվել են համաձայնեցված հարվածներ հասցնել Դաեշի եւ Ալ-Նուսրայի ահաբեկիչներին։ Այսպիսով մենք փորձում ենք Ասադի օդուժը ընդհանրապես հանել հավասարումից եւ համաձայնեցնել թիրախները Ռուսաստանի հետ եւ այնուհետեւ հենց մեր ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի օդուժի կողմից ոչնչացնել այդ թիրախները։ Պայմանավորվածության համաձայն սիրիական օդուժին արգելվելու է գործել երկրի որոշ հատվածներում, հատկապես այնտեղ, որտեղ գործում են Ասադին ընդդիմացող խմբերը։ Այդ հատվածներում ահաբեկիչներին ոչնչացնելու է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի օդուժը, թիրախները միմյանց միջև համաձայնեցնելուց հետո։ Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններին մնացել է 2 ամսից էլ քիչ ժամանակ։ Տեխնացուներից Հիլարի Քլինթոնը շարունակում է պահպանել հանրապետական իր մրցակցի նկատմամբ առավելությունը, սակայն ի վերջո հաղթանակ տանելու Դոնալդ Թրամփի հնարավորությունները շարունակում են աճել, ինչպես փորձագետներն են ասում, հարցումների արդյունքները կարող են փոփոխվել մինչև ընտրությունների օրը։ Եվ Թրամփը եւ Քլինթոնը ունեն իրենց լիովին աջակցող հաստատակամ զանգվածներ, սակայն ամերիկացիների մի հոտ զանգվածն էլ մինչ այսօր դեռևս չի կողմնորոշվել։ Վերջիներիս վրա մեծ ազդեցություն կգործեն 2 տեխնացուների միջև հեռուստաբանավեճերը եւ հատկապես առաջինը՝ սեպտեմբերի 26-ին։ Ինչպես Quinnipiac-ի համալսարանի փորձագետներից Թիմ Մալոյն է ասում, Գլխավոր հարցերը, որոնց տեխնացուները պիտի պատասխանեն, մարդկանց ամենաշատը հուզող հարցերն են։ Տեխնացուներից ով ավելի լավ կվերահսկի միջուկային զենքերը, նրանցից ով ավելի լավ կկարողանա հարթել միջազգային ճգնաժամերը, որ մեկն ավելի լավ կլուծի ներգաղթյալների հետ կապված խնդիրները, ով ավելի լավ կհոգա ժողովրդի համընդհանուր կարիքները եւ ով ավելի լավ կապահովի իրենց պաշտպանությունը։ Հենց այս պատասխաններն են վճռական դառնալու տեխնացուների բանավեճերի ընթացքում։ Տեխնացուները բացի վերանշված հարցերից ունեն նաև մեկ այլ կարևոր հարցի պատասխանելու պարտավորություն, ունեն արդյոք երկրի պատասխանատվությունը վերցնելու բավարար առողջություն։ 2 տեխնացուներն էլ խոստացել են մոտ ապագայում ներկայացնել իրենց առողջության մասին մանրամասն տեղեկություններ, սակայն սեպտեմբերի 11-ին Քլինթոնի ուժեղ գլխապտույտից հետո շատերն են հարց տալիս, թե արդյոք իրավացի էր Թրամփը, ով հարցականի տակ էր դնում Քլինթոնի առողջությունը։ Հիմա հարցն այն է, թե արդյոք մնացյալ 2 ամիսների ընթացքում Թրամփին կհաջողվի շահել կանանց, ձևամորտների եւ լատինամերիկյան ծագումով անձանց համակրանքը եւ արդյոք Քլինթոնին կհաջողվի պահպանել նկատելի համակրանքը նրանց շրջանում, երբ ամեն մի անզգույշ խոսք կարող է տակնու վրա անել անցած ամբողջ ուղին, ինչպես օրինակ Քլինթոնի այն հայտարարությունը, թե Թրամփին աջակցող միլիոնավոր ամերիկացիներ իրենցից ողորմելիների զամբյուղ են ներկայացնում։ Նշենք փորձագետներից շատերի հետևյալ արտահայտությունը, որ նախընտրական արշավը ձիարշավի նման մի բան է,
երբ մրցակիցներից յուրաքանչյուրը կարող է արշավի որևէ հատվածում միանգամից առաջ անցնել մյուսից, հատկապես երբ այդ մյուսը նույնիսկ մի թեթև սայթակի։ Հյուսիսային Կորեայում տեղի ունեցած ուժեղ ջրհեղեղի պատճառով հարյուրավոր մարդիկ են մահացել ու անհայտ կորել, ըստ հարավկորեական Ռենհապ գործակալության տվյալների Հյուսիսային Կորեայում մահացել ու անհայտ կորել են հարյուրավոր մարդիկ, իսկ ավելի քան 68,000 մարդ անօթևան ու ապրուստի միջոցներից զրկված է մնացել։ Աղբյուրը մանրամասնում է, որ հորդարատանձրևները տեղացել են օգոստոսի 29-ին Լայնրոք թայֆունի հետ միասին։ Ավերվել են հազարավոր շինություններ, վնասվել 180 ճանապարհային հատված եւ ավելի քան 60 կամուրջ։ Նշվում է, որ բնական աղետը դարձել է վերջին 70 տարվա ընթացքում ամենաուժգինը Հյուսիսային Կորեայի տարածքում։ Թողարկման երկրորդ հատվածում դիտեք։ Սառնաղբյուրում ջրի պակասը կլրացվի, շարքից դուրս եկած ջրագծերը փոխարինվում են նորերով։ Մշտապես հիշելով կստիպեք ապրել։ Ղորղանյան 188 տան պատին հուշատախտակ է տեղադրվել։ Հարմարավետ նստարաններ, կարուսելներ, բարեկարգ խաղահրապարակ Մինաս Ավետիսյան փողոցում։ Գյուղատնտեսական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքում արդեն մի քանի ամիս է իրականացվում են խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման աշխատանքներ։ Արդեն մաշված ու շարքից դուրս եկած ջրագծերը փոխարինվում են նորերով։ Նույն ծրագրի շրջանակներում հիմնանորոգվում ու կառուցվում է շուրջօրյա ջրամատակարարում ապահովող օրվա կարգավորիչ ջրամբարները։ Սառնաղբյուրում աղբյուրներից հոսող սառը ջուրը չի բավարարում ամբողջ համայնքին։ Ջրագծերը տասնյակ տարիների ընթացքում մաշվել ու շարքից դուրս են եկել։ Եղած ջրի կորուստն էլ շատ է։ Սառնաղբյուրը գյուղը կոչվում է Սառնաղբյուր ջրի բան, բայց մենք չունենք այդ ամեն ինչը, ինչ որսենք ժողովուրդը բոլորին բավարարվի։ Մենք խմելու ջրի շատ խնդիր ունենք։ Ես օրինակ այդ թազա թաղամասը կավրեմ, օրինակ խմելու ջուր ես 30 տարի կապրեմ դեռ չունիմ ես։ Ունենք ջուր, բայց ամեն դեպքում մեր գյուղի ունեցածը ավելի շատ գնում է դեպի հնդերքը, որտեղ կորուստ է, որտեղ բավականին հին են եղած խողովակաշարը հարկավոր է փոխել։ Սառնաղբյուր գյուղը հենց իր անունով Սառնաղբյուր է կոչվել իր սառը ջրերի համար։ Համայնքը ունի բավականին ջուր, սակայն ջուրը լրիվ չի օգտագործում, նպատակին չի ծառայում։ Ընդամենը ուրեմն հին ցանցը կառուցվել է 70-ական թվականներին, գյուղի երևի 1/3-ի տարածքով է ցանց կառուցվել, որից մի մասն էլ տարիների ընթացքում շարքից դուրս են եկել չի աշխատում, դրա համար ջուրը համաչափ չի բաշխում։ Բնականon կերպով խմելու ջրից օգտվում է գյուղի բնակչության 30%-ը, մյուս մասի համար ջուրն անհասանելի է։ Արդեն մի քանի ամիս է գյուղատնտեսական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի շրջանակներում համայնքում իրականացվում են խմելու ջրի ներքին ցանցի վերանորոգման աշխատանքներ։ Աշխատանքները հիմա փոր են կանում հետից, միանգամից մարդկանց ջուրը ընդհանուր քաշվում, տեղադրվում եւ անցնում ենք։ Ջրի միացում ենք գալիս խողովակից մեծ դիամետրի փոքր դիամետր։ Ամբողջ գյուղի տարածքով արդեն հուլիս ամսից տարվել են փորման աշխատանքներ։ Հեռացվել են ժանգոտված ու ոչ պիտանի ջրատար խողովակները։ Դրանք փոխարինվել են նորերով։ Տեղադրվել են նաև ջրբաժան խողովակները։ Սրանք կարողացնեն են, որոնք բաժանարարներ են։ Այդ տեսակ տարբեր չափի կա 1500 նոց, 2000 նոց, մի հատ էս այստեղ ունենք տեղադրված։ Այսինքն բաժանարարներ են, ասենք այդ ճյուղավորումները կատարում ենք, ըստ տարբեր չափերի եթե լինում են, վերեն վինտիլներ են տեղադրվում։ Այսինքն խողովակն հանում ենք նորն ենք դնում։ Ինչ վիճակում է։ Նոր ջրագից անցկացնելու ծանոթ ասել են, իրադարձ անցած տրուբայ։ Գյուղատնտեսական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի շրջանակներում համայնքի ներքին ցանցի վերանորոգման նպատակով հատկացված գումարի 5%-ը համայնքն է պարտավորվում վճարել։ Ինչպես Սառնաղբյուրի համայնքապետարանի գլխավոր մասնագետն է փաստում, համայնքի ֆինանսական միջոցները սուղ են, սակայն այդ ներդրումով համայնքի համար կարևորագույն խնդիր է լուծվում։ Ծրագիրը իրականացում է գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի իրականացման գրասենյակ ՊՀ-ի կողմից, իհարկե համայնքի կողմից համաֆինանսավորումով։ Ծրագրի ամբողջ արժեքը շուրջ 730 միլիոն դրամ է, որի 5%-ը վճարում է համայնքը իր միջոցների հաշվին, գումարը կազմում է շուրջ 36 միլիոն դրամ։
համայնքի ներդրած գումարը։ Փոխանցումների մի մասը կատարված են, մի մասն էլ շարունակում է համայնքը կատարել, մշակվել է ժամանակացույց, համաձայն որի կատարում են համայնքային ներդրումները։ Համաբրի կառավարություն ասեցի էսի մեր մազբեդեն, մեր Շիրագի մարզեն, մեր վերևից ներքև բոլորն էլ ապրեն, զրանան, կյանք ունենան, ջարուպես երկար եղին։ Շատ շնորհակալ ենք նախաձեռնողներից, կազմակերպիչներից, շատ շնորհակալ կլինենք, եթե ավարտեն, հասցնեն իրենց նպատակին։ Հիշեցնենք, որ նույն ծրագրի շրջանակներում Սառնախբյուրի մի հատվածում ամիսներ առաջ լուծվել էր նաև գազաֆիկացման հարցը։ Ինչ վերաբերում է ներքին ցանցի նորոգման աշխատանքներին, ըստ շինարարի, դրանք ավարտին կհասցվեն մինչև գալիք տարվա աշնանը։ Ալա Բաղդասարյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ աշխատանքային հանդիպում են ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները։ Տեխնոլոգիական կենտրոնն իր հարկի տակ է հավաքել 100-ից ավելի ընկերությունների։ Կենտրոնը ստեղծել է ծառայությունների այնպիսի միջավայր, որը նպաստում է աշխատատեղերի ստեղծմանը, հնարավորություն ընձեռում երիտասարդներին եւ ընկերություններին կյանքի կոչել նորարար բիզնես գաղափարներ։ Հանրապետության երկրորդ քաղաքն այս իմաստով գրավում է նաև չինացի գործընկերներին։ Սիանի գործարարները պատրաստ են համագործակցության ինչպես արտադրության, այնպես էլ զբոսաշրջության, էկոնոմիկայի եւ մի շարք այլ ոլորտներում։ Սիանի գործարարներին Գյումրին նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցելու առաջարկով է հանդես եկել։ 21-րդ դարի պահանջներին համահունչ նորագույն տեխնոլոգիաների կիրառման, փորձի փոխանակման ու առավել իրական ծրագրերի արդյունքում չի բացառվում, որ համաշխարհային շուկայում օրերից մի օր կհայտնվի հայ-չինական համատեղ արտադրանքը։ Քննարկումը ծավալվել է այս ու մի շարք այլ հարցերի շուրջ։ Շատ կարևոր է մեր տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը քաղաքում, որը ինձ համար եղել է շատ առաջնակարգ, ուրեմն տեղերից մեկը գրավել է, որով այսօրվա դրությամբ մենք ունենք այն կարևոր զարգացումը, որ մի քանի օր առաջ ես հանդիպեցի համաշխարհային բանկի ուրեմն տնօրենի հետ տեղեկատվական տեխնոլոգիաների գծով եւ նա նույնիսկ զարմացած էր, թե ինչպիսի առաջընթաց է ունեցել մեր տեղեկատվական տեխնոլոգիան, այսինքն կենտրոնը, որտեղ հիմա տեղադրված են շատ ընկերություններ։ Շենքում գտնվող ընկերություններին անհրաժեշտ է ավելի մեծ թվով բիզնես կապեր եւ պատվերների ուղղորդում Գյումրի։ Ավելի կարճ որ ասեմ, չեմ ուզում ասել Գյումրին ավելի կոդի է, ուզում եք ասել Գյումրին այն քաղաքն է, որտեղ մեր երիտասարդները այսքան պատրաստ են լուծումներ ներկայացնել բիզնեսներին։ Կարող են քաղաքապետարանից ակնկալել աջակցություն նույն ցերտերսում հանդիպումների եւ այլ գործնական այցերի ժամանակ նաեւ այսպես PR, կոպիտ ասած, որ Գյումրիում մենք ստանանք պատվերներ եւ այս նույն երիտասարդները նաեւ քաղաքապետարանի օգնությամբ աշխատեն տեղում եւ չարտագաղթեն։ Քաղաքապետարանից կստեղծվի գործարարների աջակցման կենտրոն, որը նույնպես կզբաղվի այդ մարքեթինգային կամ շուկայի գտնելու հարցերով, որը նաև IT տեխնոլոգիայով արդեն մենք սկսել ենք ունենք նախնական ուրեմն պայմանավորվածություն, Ամերիկայում կա կազմակերպություն, որը հետաքրքրված է ձեր ոլորտի ուրեմն կազմակերպությունների արտադրանքով։ Ինքը կարող է ծանոթանալ եւ հետո սպառումով զբաղվել։ Շատ կարևոր է, որ դուք կարողանաք արտադրել այնպիսի պրոդուկտ, որը կունենա պահանջարկ։ Ղորղանյան 188 տան պատին հուշատախտակ է տեղադրվել։ Այն այսուհետ կհիշեցնի, որ այնտեղ անվանի շիրակցի բժիշկ Լևոն Թորոսյանն է ապրել։ Վիրաբույժ պրոկտոլոգը ծնվել է 1938 թվականին, ամբողջ կյանքի ընթացքում բազմաթիվ պարգևների է արժանացել անբասիր ու նվիրված գործունեության համար։ Վաստակավոր բժշկին այսօր հիշել են հարազատներն ու գործընկերները։ Տասնյակ տարիներ հրաշք գործելով բազում մարդկանց ես դու կյանք պարգևել։ Մեր հիվանդներիս ամենայն փրկիչ, անչափ սիրելի Լևոն Փայլակիչ։ Այս տողերը հիվանդն է վիրահատությունից հետո նվիրել անվանի բժիշկ Լևոն Թորոսյանին։ Դուստրը հավաքել է հորձոնված բոլոր հոդվածներն ու բանաստեղծությունները, մտադիր է արխիվ ստեղծել։ Անվանի բժշկի սիրելի անկյունն է։ Սենյակը չեն նորոգում, այստեղ պատերն անգամ հուշեր են արթնացնում։ Ֆոտո սիրահարեր, այսպես ասած, ես հիշում եմ փակում էր պատուհանները, մքացնում էր, դե այն թվերին չէ, ոնց որ լաբորատորիան նման կերպ էր կազմակերպվում, նկարներ էր հանում, շատ
Նաև սիրել է շատ նկարել։ Ձեռքով ունենք նկարներ, իր նկարած նկարներից, առանձնանում էր այստեղ, մի խոսքով սիրելի անկյուններից մեկն է։ Լևոն Թորոսյանն ամբողջ կյանքը Հիպոկրատի երդմանը հավատարիմ է ապրել։ Իր մահկանացուն կնքել է 2011 թվականին։ Պատմում են, որ նրա մոտ բուժվելու համար հերթագրվում էին, ծանոթ բարեկամներին դիմում։ Գալիս էին նույնիսկ Մոսկվայից։ Բժշկի փառքը տարածվեց շատ կարճ ժամանակ անց։ Գյումրի այցելող օտարերկրյա հյուրերն առաջինը Լևոն Թորոսյանին էին հյուրընկալվում։ Լևոն իցնե բժիշկ է ծնվել։ Նա դեռ հլևոր գյուղում էինք ծնվել, ես Երևանում։ Գյուղում ապրած տարիներին այն բաթտրուկ ժողովրդական լեզվով ասած, չգիտեմ գրական ոնց է, այդ բաթտրուկը բաներ անում, սեղմում, ճրզմում, հյութ էր հանում, բերում էր տատիկից տալիս էր, դա ասում եմ երևի 6 կամ 7 տարեկան էլի, որ տատիկս հիվանդ էր, լավ չէր զգում, ասում Լյովա ջան, էս ինչ ես տարի, տատիկ կեր, որ կբուժվես։ Բժիշկ Թորոսյանի սկսած գործը կշարունակի կրտսեր թոռնուհին։ Ամալիա Սարգսյանը բժշկական համալսարանի 5-րդ կուրսում է սովորում։ Բժշկության հանդեպ սերը մանկական խաղալիքներն են առաջացրել։ Խաղում էր պապիկի չգործածվող գործիքներով։ Չեմ ուզենա իմ պապիկի անվան տակ դառնամ մասնագետ, իմ ուժերով, իմ աշխատասիրությամբ կփորձեմ շարունակել եւ անունը բարձր պահել։ Ղորղանյան 188 տան հուշատախտակ է տեղադրվել։ Այն այսուհետև կհիշեցնի, որ այստեղ անվանի բժիշկ Լևոն Թորոսյանն է ապրել։ Հուշատախտակի տեղադրման նախաձեռնությունը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի տնօրեն Արամ Մինասյանինն է։ Լինելով առաջատարը հանրապետությունում եւ ունենալով վաստակաշատ բժիշկներ, ովքեր հեռացել են ցավոք սրտի մեր կյանքից, մենք որոշեցինք, որ ինչ-որ մի բանով կարողանանք հատուցել եւ նաեւ իրենց պահենք վառ, իրենց հիշողությունը եւ նրանց արած գործը բոլորս գիտենք, մեր քաղաքում սերնդեսերունդ կարողանանք նաեւ տեղափոխենք։ Լևոն Թորոսյանը երկար տարիներ աշխատել է Ախորյանում։ Առողջապահության գերազանցիկ կրծքանշան, ոսկե մուշուրբա, բազմաթիվ պարգևների է արժանացել ամբաստիր ու նվիրված գործունեության համար։ 2008 թվականին Հանրապետության նախագահի հրամանագրով վաստակավոր բժշկի կոչում է շնորհվել։ Հիվանդների հարգանքը պաշտոնական փաստաթղթով ամրագրված չէր, սակայն վիրաբույժ պրոկտոլոգն ամենաշատը դա էր կարևորում։ Միակ բարձր որակավորում ունեցող պրոկտոլոգն էր, որը բազմաթիվ վիրահատություններ արել եւ բոլոր իր վիրահատությունները միշտ անցնում էին հաջող առանց որևէ բարդությունների։ Բժիշկ Թորոսյանը մի առիթով ասել էր. «Իմ կյանքը չի ավարտվի, ես բազմաթիվ կյանքեր եմ փրկել, նրանք էլ իմը կփրկեն, մշտապես հիշելով կստիպեն ապրել»։ Նազելի Ելբակյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։ Այսօր Գյումրու Մինաս Ավետիսյան փողոցում երեխաների համար բացվել է խաղահրապարակ հագեցած բարեկարգ խաղային տարածքով հանգստանալու համար նախատեսված հարմարավետ նստարաններով, կարուսելներով եւ անհրաժեշտ այլ սարքավորումներով։ Շրջակա բնակելի շենքերի երեխաները մինչ այս զրկված էին մաքուր եւ բարեկարգ բակում խաղալու հնարավորությունից։ Այժմ ոչ միայն փոքրիկների, այլ նաեւ մեծահասակների համար ստեղծվել է հանգիստը հարմարավետ կազմակերպելու հնարավորություն։ Հրապարակի բացումը կատարել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։ Վախացեք առանձով, են որ ասում եք շարունակական է, այո, ամեն ինչ շարունակական եւ ամեն օր փոխվելու է քաղաքը։ Մի օր դուք համոզեք, որ Գյումրիից գեղեցիկ քաղաք Հայաստանի Հանրապետությունում չկա, որտեղ ինք ունի նաեւ այդպիսի պոտենցիալ, ինք ունի Գումարի արգելոց թանգարան։ Իհարկե ականատես են եղել երեխաների վազքը խաղը մանկական փոշիների մեջ, ցեխաջրերում, ինչ որ չափով փոքրացավ այդ տհաճ տեսարանը։ Սա մեր թողարկման վերջին լուրն էր, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս մինչ հաջորդ հանդիպում։